Քո գլխավոր սխալն այն է, կարծել թե բոլորն ուզում են տեսնել քո հաջողությունը։ Նրանք դա չեն ուզում։ Նրանք ուզում են տեսնել, թե ինչպես ես փորձում և ձախողվում, որպեսզի իրենց անգործությունն արդարացված թվա։ Այն պահին, երբ դու հաջողության ես հասնում այնտեղ, որտեղ նրանք հանձնվել են, դու դառնում ես մի հայելի, որը ցույց է տալիս նրանց, թե ովքեր կարող էին լինել իրենք։ Իսկ մարդիկ ատում են այն հայելիները, որոնք արտացոլում են իրենց վատնված պոտենցիալը։ Մաքիավելին դա հասկանում էր։ Ամբոխը երկրպագում է ոչ թե արծյուծին, այլ մերժվածին, որպեսզի նա մնա այդպիսին։ Քո հաղթանակը նրանց մոտ անհանգստություն է առաջացնում, որովհետև ապացուցում է խոչընդոտները հնարավոր էր հաղթահարել։ Նրանք քեզ բախտավոր կանվանեն, կասեն, որ դու առավելություններ ունեիր, միայն թե խուսափեն խոստովանելուց, որ իրենք պարզապես շատ շուտ են կանգ առել։ Այնպես որ դադարիր կիսվել քո ծրագրերով նրանց հետ, ում պետք է որ դու պարտվես։ Դադարիր հավանություն փնտրել նրանց մոտ, ում ձեռնտու է քո լճացումը։ Շարժվիր լռության մեջ, հաղթիր բարձրաձայն, իսկ երբ հարցնեն, թե ինչպես դա քեզ հաջողվեց, ժպտա և ոչինչ մի պատասխանիր։ Քո հաջողությունն նրանց դասը չէ, դա նրանց ափսոսանքն է, որն այժմ նրանք պետք է կրեն։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն, որպեսզի միշտ հիշեք լռության մեջ հաղթելու արվեստը։